հայի հրամանով կարող է հանդգնել, ներխուժել մայրաթոր, ներխուժել վեհարան եւ փորձել ուժ գործադրել հայ հոգեվորականների դեմ եւ ուժով բերման ենթարկել։ Այսօրվա քաղաքական իշխանությունների կիսալուսնյակ կրած արշավանքը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ Վեհափար Հայրապետի դեմ պայմանավորված է մեր եկեղեցու ազգապահպան գործունեությամբ։ Հիշեցնեմ, որ այս ամեն ինչը սկսեց, երբ Վեհափար Հայրապետը եւ եկեղեցին մասնակցեցին շվեյցարական խաղաղության նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը Շվեյցարիայում, որը նվիրված էր Արցախ հայերի վերադարձի իրավունքին։ Եվ դրանից անմիջապես հետո Ալլահ շուքուր Փաշազադեն հայտարարեց, որ հայկական եկեղեցին ռևանշիստական կազմակերպություն է եւ դա փաստորեն հրաման հանդիսացավ Երևանի իշխանություններին արշավանք սկսել եկեղեցու դեմ։ Շինծու մեղադրանքներ, խայտարակ վարկաբեկիչ, ստերով լի պայքար, բայց ես վստահ եմ, որ եկեղեցին, ինչպես մեր լեռները դիմացել են հրոսակների, փոթորիկների արշավանքներին կդիմանա եւ հաղթանակած դուրս կգա այս փորձությունների միջից։ Ինչ-որ ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հերթող խնդրում եմ, ներողություն եմ խնդրում։ Նիկոլ Փաշինյանը անկրկելու է, նման հրապարակներ ունեն։ Ինչ-որ ժամանակ որ ասում եք եկեղեցին Վեհափարը հա կպայքարի, այսպես ասած հրոսակների դեմ։ Դա ենթադրում է, որ Փաշինյանը պետք է ընկրկի, չէ՞, զիջի։ ուժի արչև, ժողովրդի ուժի արչև ընկրկում են բոլորը։ Ենթադրաբար վստահ եմ, որ եթե լինի դիմադրություն եւ ժողովրդի իր կամքը պարտադրի, ապա բոլորը կընկրկի։ Պարոն Խաչատրյան, դիտարկում եք արդյոք ինչպես մեր մյուս բարձրաստիճան սրբազանների մտցրեցին շենք ու ձերբակալեցին, հետո կառավարեցին, դիտարկում եք նույնը Վեհափարի հետ կարող է լինել, արդյոք այդպիսի սցենար նախատեսում եք։ Հույս ունեմ, որ ոչ, մի տեսակ դող զգացի ձեր նկարագրած սցենարից, հույս ունեմ, որ ոչ։ Պարոն Խաչատրյան, Հարցուտևողի կողմից բացրեք։ Ինչը բագրած ողտելով տաճարը, դրանից եւ քաղաքական գործունեություն ծավալել ձեր խմբակցության Հայաստան Դաշինքի անդամներ Մանյա հետ գնալի եւ Կարնիկ Դարիյանի մասնակցության սխազան շարժում նախաձեռնեց եւ օրեր շարունակ հիշում եք փողոցներն էին մարդկանցով եւ պահանջում էին աշխարհիկ իշխանության, այսինքն Նիկոլ Փաշինյանի եւ կառավարող շատ է խոսում այն մասին, պարոն Խաչատրյան, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ այս դեպքում եկեղեցին միջամտում է, ներեցեք, պետությունը միջամտում է եկեղեցու ներքին գործերին։ Չեք կարծում, որ առաջին քայլը այդուհանդերձ եկեղեցին է արել, խախտելով սահմանադրական համապատասխան նորմեր։ Ոչ, եկեղեցին եւ պետությունը անջատ են, բայց դրանից չի հետևում, որ որևէ անհատ եկեղեցական իրավունք չունի հասարակական, քաղաքական, քաղաքացիական գործունեություն ծավալել։ Բագրատ Սրբազանը, այո, Տավուշի թեմի առաջին։ Բայց Սրբազան շարժման օրերին ինքը պահպանելով արքեպիսկոպոսի կոչումը ամեն դեպքում եկեղեցական կոչում չէ զբաղեցնում։ Բագրատ Սրբազանը ներկայացնում են, Բագրատ Սրբազանը եկեղեցու ներկայացուցիչը չէր եւ Սրբազան շարժումը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նախաձեռնած շարժումը չէր։ Այո, եկեղեցականներ մասնակցում էին, բայց դա չի նշանակում, որ դա եկեղեցին է։ Կրկնում եմ, որևէ օրենք չի արգելում եկեղեցականին զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դուք առարկել, դատելով ձեզ, երբ որ հարց հնչեց Բագրատ arczepiskopos Գարստանյանին, արդյոք ամենայն հայոց կաթողիկոսը տեղյակ է ձեր գործունեությունից, ասած այս շարժումը նախաձեռնվել է Վեհափարի գիտությամբ եւ օրհնությամբ։ Օրհնություն չի նշանակում, որ եկեղեցին դարձյալ մասնակցում է քաղաքական գործընթացին։ Այսինքն առանց կաթողիկոսի գիտության եւ օրհնության arczepiskopos ինքը տեղեկացրել է Վեհափար Հայրապետին եւ սկսել այս շարժումը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ մեր այլ։ Պարոն Խաչատրյան, եկեղեցականի մասնակցությունը
քաղաքական, քաղաքացիական որևէ գործընթացի որևէ օրենք չի խախտում։ Այդ Նիկոլ Փաշինյանի ներխուժումը եկեղեցական կյանք, դա սահմանադրության անմիջական եւ ուղղակի խախտում։ Ես խնդրեմ հակված իրավունքը վիճարկում է միակ այցանում, դատարանում, սա համարվում է քաղաքական գործընթաց եւ եկեղեցու ներքին գործերին միջամուխ։ Անկասկած, դուք կարող եք նշել ուրիշ մի Պարոն Խաչատրյան, Եթե սա պետք է անի բանավեճ, ես պատասխանեմ բանավեճել։ Եթե կարծիքս եք այդում, ես ձեզ ուրիշ կարող եք նշել արդյոք աշխարհում որևէ այլ եկեղեցի։ Պատկերացրեք Հռոմի Պապը կամ ուղղափառ պատրիարքը որևէ եկեղեցականի կարգալույծ անեն եւ դա գնար դատարան։ Նման բան դուք Նման բան չի եղել եւ դա բանականությանը եւ բարոյականությանը հակասում է։ Այ կաթողիկոս։ Դատական նիստերի դահլիճում։ Ինչ է սա, եթե ոչ եկեղեցու դեմ Սա պայքար։ եկեղեցու դեմ պայքար է։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը գնում է մասնակցում է մի կռապաշտական ծեսի, որը կատարում են կարգալույծ ինչ-որ մարդիկ, դա ինչ է, եթե ոչ հարձակում եկեղեցու դեմ։ Եթե վեհապար հայրապետը չի հրավիրում ազգային ժողովի բացմանը, դա ինչ է, եթե ոչ եկեղեցու դեմ պայքար եւ եկեղեցի դերի նսեմացում։ Իշխանությունից ասում էին նիստը նախագահող պատգամավորը ով էր արգելել վեհապարը կարող էր գնել։ Դա նրա իրացնել իր իրավունքը։ Ասում ով էր դեմը առնելու կարող Ոչ, եկեղեցի հրավիրվում է բացմանը մասնակցության իրավունք ունի, բայց պետք է հրավեր լինի։ Հասկանում եք, պատգամավորը կարող է գնա, որը կառավարության չեն, չէ՞, բայց չես կարող դուրս ծեծես, ասես այսօր եկել եմ։ Դա նշանակում է, որ այն կողմից պետք է լինի Իմպերատիվ իրացում չի իրավունք, երբ որ դուք ոտքով Ես իրավունք ունեմ դառնալ վարչապետ, բայց չի նշանակում, ես դուրս պետք է ծեծեմ, ասեմ եկել եմ դառնալ։ Ես հույս ունեմ, որ բանականությունը պետության, ազգի եւ եկեղեցու հանդեպ կգերիշխեն քաղաքական պատվերին։ Պարոն Խաչատրյան, դուք հիմա փորձելու եք մասնակցել դատական նիստին։ Եթե դալիճում տեղ լինի, Չկա կարծես թե։ ուրեմն հեռակա ձեր հետ միասին արևի տակ։